Եթե ընտանիքը երջանիկ են, չեն բոլորը սպասում, որ այդ ընտանիքը պետքա բաժանվի։ Նայում են մարդկանց ռեակցիաներից։ Իրանք տեսնում են ինչ-որ մեկի մոտ մի բան ստացվեց։ Սպասում են, երբ հա դա սկսվելու չստացվել։ Մարդիկ երազում են ինչ-որ մի բանի մասին, բայց երբ դա կատարվում է, անդադ ֆիքսվում են բացերի վրա։ Ուշքի արի ու գնահատեն ինչ որ ունես։ Ամեն անգամ այս շենքի կողքով անցնելուց Աննան ասում էր. պատկերացնում ես, այստեղ մենք մի հատ տուն ունենանք։ Տեսնում ես, ասում եմ, այն ժամանակ ասում էի մի հատ տուն ունենամ, հիմա երկու հատ տուն ունես։ 2006-7 թվականին, երբ որ իմ հայտնիությունը այսպես բուրըն միանգամից սկսվեց, ինչ որ մի պահ եկավ, ասում եմ, դա լավ հոգնել եմ, չեմ կարող դուրս գամ։ Մի վայրկյան ես այտենց հետո կանգ առա եւ փառք Աստծուն, որ ասեցի, ինքս ինձ ասացի, մի վայրկյան, դու սրա մասին երազել ես։ Եթե Աննայի լավատեսությունն ու վստահությունը միշտ չլիներ ձեր կողքին, այսօր այս կետում կլինեիք։ Անկեղծ ասեմ, երևի չէ, որովհետեւ այդ համարձակությունը գնալ միանգամից մի քանի բանի հետևից ես չունեմ։ Արժի ես դա անեմ, թե չի, ինքը առանց մտածելու ասում եմ, իհարկե արժի։ Տեսար ոնց այդ ամենը լուծվեց, դու էլ չիմացար։ Ես իմացա, դու չիմացար։ Առաջինից դժվարության ժամանակ մարդիկ պատրաստ են լքել միմյանց եւ հակառակը։ Մենք Աննայի հետ երբ որ հանդիպեցինք, ինձ մոտ շատ մեծ դժվարություններ կային։ Ասում եմ, ես չեմ կարող առանց քեզ ապրեմ։ Ես ուրիշ բան կասեմ։ Կարաս առանց իր հետ ապրես։ Լավ վատ կապ չունի, բայց ուրիշ հարց է դու ուզում ես առանց իր ապրել, թե ոչ։ Մենք որ եկեղեցու կողքով որ անցնում ենք, ինքը էսենց էր անում, ու ասում էր հայր մեր որ երկին սեսու եկեղեցի անում, քո եկեսի ու ասում էր միջև վերջ։ Ինքը դա սովորել է դպրոցից։ Քո հայրիկին ոչ քո մայրիկն է կարողացել խանութ տանել, ոչ քո քույրիկն է կարողացել խանութ տանել։ Դու ինչպես ես կարողացել դա անել։ Պապան ասեց, որ ես նորմալ խոսամ, ինձ տանելու է խանութ։ Համոզես, որ պապան համերգներից հետո մնա եւ նկարվի։ Կկարողանաս նման բան համոզել պապային։ Նորմալ կխոսամ կնկարվի։ Այնքան նման է ինձ։ Տղային չի կարելի այդքան երես տալ։ Դուք էլ եք ունեցել այդ Ես ունեցել եմ, զգացողությունը, այո, որ դուք ինձ մի անգամ մի հատ աղջիկ ասեց, Արամչիկ, не разменивайся по пустякам։ Ու ինձ համար գիտեք դա ինչ հարված էր։ Նախ ինքը ինձ մերժեց, երկրորդը ինձ ասեց մի մանրացի։ Քիչ տեղը դրեց կոպիտ ասեց։ Անընդհատ ինձ ասում էին որ սաղ մի կողմ, դու մի կողմ։ Բայց այտենց այդ ինձ փչացրեց։ Ես վատը չէի, բայց ես առանձնահատուկ մեկը չէի։ Աննա, եթե հանդիպեր այն տեսակի Արամեին, կսիրահարվեր միևնույն է։ Ես հանդիպել եմ այն տեսակ Արամեին, իրանից վստահ ասենց գալիս էր, մտնում էր դասարան ու նույն դեմքով գնում էր։ Չեմ սիրահարվել։ Ժամանակ փոքր Այդ ժամանակ ինքը ուրիշին էր սիրում, մենք էլ այդպես կողքից նայում էինք։ չէի սիրում, ինձ թվում էր որ սիրում։ Այո, քեզ թվացել է մինչև ինձ հանդիպել է։ Հաղորդման գործընկերներն են Լուսին օրգանիկ սմաշկի բնական խնամքը, իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։